Այս պահին, երբ դու կարդում ես այս տողերը, քո մատների մեջ պարունակվող ածխածնի ատոմները հիշում են մի բան։ Մի բան, որ տեղի է ունեցել ավելի քան 13 միլիարդ տարի առաջ։ Նրանք հիշում են այն պահը, երբ տիեզերքը դեռևս տաք էր, երբ աստղերն ընդամենը սկսում էին ծնվել։ Նրանք հիշում են մահը, աստղերի մահը։ Մի վայրկյան կանգ առ։ Նայիր քո ձեռքին։ Իսկապես նայիր։ Այս ձեռքը, որը պահում է քո հեռախոսը, կամ այս թերթը, բաղկացած է ատոմներից, որոնք ծնվել են այնպիսի պայմաններում, որոնք այնքան ծայրահեղ են, որ մենք չենք կարող նույնիսկ վերարտադրել դրանք երկրի վրա։ Քո մարմնի յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր կալցիումի ատոմ քո ոսկորներում, յուրաքանչյուր երկաթի ատոմ քո արյան մեջ, յուրաքանչյուր ածխածնի ատոմ, որը կազմում է քո DNA-ի շրջանակը, բոլորը, բացարձակ բոլորը ստեղծվել են աստղերի միջուկներում։ Սա չէ պոեզիա, սա չէ մետաֆորա, սա ֆիզիկա է։ Բայց դա ինչպես է հնարավոր։ Ինչպես կարող է մի մարդ, դու, լինել կապված ավելի քան 13 միլիարդ տարեկան իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել տրիլիոնավոր կիլոմետրեր հեռու։ Ինչպես կարող ես դու լինել աստղերի փոշի։ Այսօր մենք կխոսենք այդ պատմության մասին, բայց ոչ այնպես, ինչպես դու սովորել ես դպրոցում, ոչ անջատ փաստերի մասին, այլ քո անձնական պատմության մասին։ Պատմության, որը սկսվում է տիեզերքի ծննդից եւ ավարտվում է այստեղ, հենց հիմա, քո սրտի յուրաքանչյուր զարկերով։ Պատկերացրու ամենասկիզբը։ Ոչ թե կյանքի սկիզբը, ոչ թե երկրի սկիզբը, այլ բացարձակ ամենասկիզբը։ Մեծ պայթյունը, Big Bang-ը, ավելի քան 13.8 միլիարդ տարի առաջ։ Այդ առաջին վայրկյաններին տիեզերքը այնքան տաք էր, այնքան խիտ, որ նույնիսկ ատոմները չէին կարող գոյություն ունենալ։ Միայն ամենափոքր մասնիկները, քվարկներ, լեպտոններ, խառնվում էին անհավատալի էներգիայի ծովում։ Ջերմաստիճանը միլիարդավոր աստիճան էր։ Ստեղծագործության այս պահին չկար ոչինչ, որ կարող էր դառնալ դու։ Բայց հետո, վայրկյանի ընթացքում, տիեզերքը սկսեց ընդլայնվել, սառչել։ Եվ այդ սառչման մեջ կատարվեց ինչ-որ հրաշք։ Առաջին ատոմները սկսեցին ձևավորվել։ Բայց որ ատոմները։ Միայն ամենապարզները։ Ջրածին, 1 պրոտոն, 1 էլեկտրոն։ Հելիում, 2 պրոտոն, 2 նեյտրոն, 2 էլեկտրոն։ Եվ փոքր քանակությամբ լիթիում, վերջ, այսքանը։ Տիեզերքի առաջին 380,000 տարիների ընթացքում ստեղծվեցին միայն այս 3 տարրերը։ Եվ եթե տիեզերքը կանգ առներ այդտեղ, եթե այլևս ոչինչ չտեղի ունենար, քեզ չէր լինի։ Կահես գիտեր ինչու։ Որովհետև դու ջրածինից չես։ Դու մեկ քիմիական տարրից չես։ Դու բարդ ես։ Դու բաղկացած ես թթվածնից, ածխածնից, ազոտից, կալցիումից, ֆոսֆորից, երկաթից եւ տասնյակ այլ տարրերից։ Եվ այդ տարրերից ոչ մեկը չկար տիեզերքի սկզբում։ Այսպիսով հարց է առաջանում. ինչպես են դրանք հայտնվել։ Երբևէ մտածել ես, թե քո մարմնի ամենատարածված տարրը թթվածինն է, մոտ 65%։ Բայց որտեղից է այն եկել։ Ինչպես է մի բան, որ չկար տիեզերքի սկզբում, հիմա կազմում քո մարմնի 2/3-ը։ Պատասխանը գտնվում է այնտեղ, վեր նայելով, գիշերային երկնքում, աստղերում։ Աստղերը, դրանք չեն պարզապես գեղեցիկ լույսի կոծետեր, դրանք քիմիական տարրերի գործարաններ են, հսկայական միջուկային ռեակտորներ, որտեղ տեղի են ունենում ֆիզիկայի ամենահզոր գործընթացները։ Մտածիր դրա մասին։ Աստղերը վառվում են, որովհետև նրանց միջուկներում տեղի է ունենում միջուկային ֆուզիա, միաձուլում։ Երբ տիեզերքի առաջին աստղերը ձևավորվեցին մոտ 13 միլիարդ տարի առաջ, նրանք բաղկացած էին գրեթե ամբողջությամբ ջրածնից եւ հելիումից։ Այդ ամենն էլ ինչ կար։ Բայց աստղի միջուկում, որտեղ ջերմաստիճանը հասնում է տասնյակ միլիոն աստիճանների, տեղի է ունենում մի հրաշք։ Ջրածնի ատոմները միախառնվում են միմյանց հետ, ստեղծելով հելիում։ 4 ջրածնի ատոմ միախառնվում են եւ դառնում 1 հելիումի ատոմ։ Եվ այդ process-ի ժամանակ ազատվում է հսկայական քանակությամբ էներգիա։ Հենց այդ էներգիան է, որ ստիպում է արևը փայլել։ Հենց այդ էներգիան է, որ տալիս է կյանք երկրի վրա։ Բայց պատմությունը չի ավարտվում այստեղ։ Աստղը շարունակում է գործել։ Միջուկում շարունակվում է ֆուզիան։ Հելիումը սկսում է միախառնվել, ստեղծելով ավելի ծանր տարրեր։ 3 հելիումի ատոմ միախառնվում են եւ ստեղծում ածխածին։ Այո, ածխածինը, այն տարրը, որը կազմում է քո DNA-ի հիմքը, քո մկանները, քո մաշկը, ծնվում է աստղերի միջուկներում։ Ածխածինը միախառնվում է հելիումի հետ եւ ստեղծում թթվածին։ Թթվածինը միախառնվում է եւ ստեղծում նեոն։ Նեոնը միախառնվում է եւ ստեղծում մագնեզիում։ Մագնեզիումը սիլիցիում։ Սիլիցիումը ծծումբ։ Ծծումբը արգոն։ Արգոնը կալցիում։ Աստղի միջուկը դառնում է գիտական լաբորատորիա, որտեղ տարրերը ստեղծվում են տառապանքով եւ հրով։
Եվ յուրաքանչյուր նոր տարր պահանջում է ավելի բարձր ջերմաստիճան, ավելի մեծ ճնշում։ Եվ այսպես շարունակվում է, մինչև կալցիումից հետո գալիս է սկանդիում, հետո տիտան, հետո վանադիում, քրոմ, մանգան եւ վերջապես երկաթ։ Երկաթը։ Այդ տարը, որը տալիս է քո արյանը կարմիր գույնը։ Այդ տարը, որը թույլ է տալիս թթվածնին շարժվել քո ամբողջ մարմնով։ Երկաթը, որը պահում է քո սիրտը բաբախելու, քո ուղեղը մտածելու։ Բայց երկաթի ստեղծումը աստղի համար մահապարտ է։ Ահա թե ինչու։ Բոլոր այլ ֆուզիայի ռեակցիաները արտադրում են էներգիա։ Երբ ջրածինը դառնում է հելիում, ազատվում է էներգիա։ Երբ հելիումը դառնում է ածխածին, ազատվում է էներգիա։ Եվ այսպես մինչև երկաթը։ Բայց երկաթը տարբեր է։ Երկաթի միջուկը այնքան կայուն է, այնքան ամուր կապված, որ երբ դու փորձում ես դրանից ստեղծել ավելի ծանր տար, դու չես ստանում էներգիա, դու պետք է ծախսես էներգիա։ Սա նշանակում է, որ երբ աստղի միջուկը լիանում է երկաթով, ֆուզիան դադարում է էներգիա արտադրել, եւ առանց էներգիայի աստղը չի կարող դիմակայել իր սեփական ձգողականության ուժին։ Եվ այդ պահին տեղի է ունենում մի բան անհավատալի։ Աստղի միջուկը փլուզվում է։ Ամբողջ կառուցվածքը միլիոնավոր կիլոմետր տրամագծով փլուզվում է դեպի կենտրոն մի քանի վայրկյանի ընթացքում։ Այդ փլուզումից ստեղծվում է շոկային ալիք, որը տարածվում է դեպի դուրս, ինչ որ հսկայական տարածական վեհելակի պես։ Եվ այդ շոկային ալիքը այնքան ուժեղ է, այնքան հզոր, որ կտրում է աստղը երկու կեսի։ Աստղը պայթում է։ Սուպերնովա։ Սուպերնովան։ Դա ոչ պարզապես պայթյուն է, դա ստեղծագործական արարք է։ Այդ պայթյունի էներգիան այնքան անսահման է, որ վերջապես հնարավոր է դառնում ստեղծել բոլոր այն տարրերը, որոնք ծանր են երկաթից։ Կոբալտ, նիկել, բղինձ, ցինկ, արծաթ, ոսկի, պլատին, օրանիում, բոլոր այդ տարրերը, որոնք քեզանից ծանր են, ծնվել են աստղերի մահվան պահին։ Քո մատանու մեջ եղած ոսկին, այն ստեղծվել է սուպերնովայի պայթյունում։ Քո հեռախոսի մեջ եղած բղինձը նույնպես։ Քո մարմնում եղած ցինկը, մանգանը, սելենը, այս բոլոր հետքային տարրերը, որոնք անհրաժեշտ են քո կյանքի համար, բոլորը ստեղծվել են աստղերի մահվան ակնթարթներում։ Եվ հետո պայթյունը։ Աստղի ողջ նյութը, բոլոր այն տարրերը, որոնք պատրաստվել են միլիոնավոր տարիների ընթացքում, արտաթողվում են տիեզերք։ Տարածվում են տասնյակ հարյուրավոր լույսի տարիների վրա։ Եվ այդ նյութը, աստղերի փոշին, սկսում է շրջել տիեզերքում, տարածվում է, խառնվում է միջաստղային գազի եւ փոշու հետ, եւ սպասում է։ Սպասում է, մինչև ձգողականությունը կրկին կգործի։ Սպասում է, մինչև այդ փոշին կսկսի կենտրոնանալ, խտանալ։ Սպասում է, մինչև նոր աստղերը կծնվեն։ Եվ հետո այդ նոր աստղերի շուրջ կկազմավորվեն պլանետներ։ Պլանետներ, որոնք կբաղկացած լինեն աստղերի փոշուց։ Պլանետներ, ինչպես Երկիրը։ Երբ դու նայում ես քո ձեռքի վրա եղած ոսկե մատանուն կամ արծաթե շղթան, կարող ես պատկերացնել, որ այդ ոսկին եւ արծաթը ստեղծվել են մի պայթյունում, որը այնքան հզոր էր, որ մի քանի շաբաթվա ընթացքում փայլեց ավելի պայծառ, քան ամբողջ գալակտիկան։ Ինչպիսին է այդ զգացումը։ Եկեք խոսենք Երկրի մասին, քո տունը, այս պլանետան, որի վրա դու կանգնած ես հենց հիմա։ Մոտ 4.6 միլիարդ տարի առաջ մեր արեգակի շուրջ կար մի հսկայական փոշու եւ գազի սկավառակ։ Այդ սկավառակում պտտվում էին փոքրիկ մասնիկներ, որոնք բախվում էին միմյանց, միախառնվում, ստեղծում ավելի մեծ մասնիկներ։ Եվ այդ մասնիկներում բոլոր այն տարրերը, որոնք ստեղծվել էին նախորդ սերունդների աստղերի միջուկներում։ Ածխածինը, թթվածինը, սիլիցիումը, երկաթը, մագնեզիումը, ալյումինը, կալցիումը։ Մասնիկները մեծանում էին, մետրեր, կիլոմետրեր։ Վերջապես նրանցից մի քանիսը դարձան այնքան մեծ, որ սկսեցին մաքրել իրենց ուղիները արևի շուրջ։ Նրանք դարձան պլանետաներ։ Երկիրը մեկն էր նրանցից։ Սկզբում Երկիրը հեղուկ էր, ողջը տավ էր, տաք, հալած քարի ու մետաղի ծով։ Ջերմաստիճանը հազարավոր աստիճաններ էր, մթնոլորտը լի էր թունավոր գազերով։ Բայց հետո միլիոնավոր տարօրտարիների ընթացքում Երկիրը սառեց։ Մակերեսը կարծրացավ։ Ջուրը կոնդենսացվեց երկնքից եւ լցրեց ավազանները, ստեղծելով օվկիանոսները։ Եվ այդ օվկիանոսներում, տաք ջրի մեջ, որտեղ մթնոլորտից եւ ժայթքող լեռներից եկող քիմիականներից եկող քիմիական նյութերը խառնվում էին միմյանց հետ, մոտ 3.8 միլիարդ տարի առաջ տեղի ունեցավ ինչ-որ հրաշք։ Կյանքը սկսվեց։ Առաջին կենդանի բջիջները պարզեիզ էին։ Մի փոքր թաղանթ, որը պատում էր մի քանի մոլեկուլներ։ Բայց այդ մոլեկուլները բոլորը կազմված էին աստղերի փոշուց։
DNA-ն, այս հրաշալի մոլեկուլը, որը կրում է կյանքի գենետիկական կոդը, կազմված է ածխածնից, ջրածնից, թթվածնից, ազոտից և ֆոսֆորից։ Յուրաքանչյուր այդ տարրերից, բոլորը բացի ջրածնից, ստեղծվել են աստղերի միջուկներում։ Սպիտակուցները, որոնք կատարում են քո մարմնի բոլոր գործառույթները, կազմված են 20 տարբեր ամինաթթուներից։ Եվ այդ ամինաթթուները բաղկացած են ածխածնից, ջրածնից, թթվածնից, ազոտից և ծծումբից։ Կրկին, աստղերի փոշի։ Քո բջիջների թաղանթները, քո էներգիա արտադրող միտոքոնդրիաները, քո մետաբոլիզմի բոլոր ֆերմենտները, բոլորը կազմված են տարրերից, որոնք ծնվել են աստղերում։ Եվ այսպես, մոտ 3.8 միլիարդ տարի առաջ աստղերի փոշին սկսեց ինքնակազմակերպվել, սկսեց ստեղծել բարդ կառուցվածքներ, սկսեց վերարտադրվել։ Կյանքը կազմակերպված աստղերի փոշին ծնվեց։ Եվ դու նայում ես հայելուն, կարող ես տեսնել դրանում ոչ միայն դեմքը, այլև միլիարդավոր տարիների պատմությունը։ Կարող ես տեսնել, որ քո աչքերը, որոնցով դու նայում ես աշխարհին, կազմված են նույն նյութից, ինչ աստղերը, որոնց դու նայում ես գիշերային երկնքում։ 3 միլիարդ տարի։ 3 միլիարդ տարի տևեց մինչև այն պահը, երբ կյանքը, այդ կազմակերպված աստղերի փոշին, սովորեց անել ինչ-որ անհավատալի՝ մտածել։ Բայց հատուկ մի վայրկյան։ Նախքան մենք խոսենք մտածելու մասին, եկեք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ այդ 3 միլիարդ տարիների ընթացքում, որովհետև դա չէր մի պարզ ճանապարհ, դա էր պայքար, փորձարկում, անհաջողություններ և հաջողություններ։ Ամբողջ պլանետի վրա տարածված փորձ։ Պատկերացրու, Երկիրը 2.5 միլիարդ տարի առաջ։ Մթնոլորտը լի էր ածխաթթու գազով, մեթանով, ամոնիակով։ Թթվածին գրեթե չկա։ Օվկիանոսները լի են միկրոսկոպիկ բջիջներով, բակտերիաներով, որոնք ապրում են և բազմանում են, օգտագործելով արևի լույսը։ Բայց այդ բակտերիաներից մեկը, կամ ավելի ճիշտ, բակտերիաների մի խումբ, զարգացրեց մի նոր կարողություն՝ ֆոտոսինթեզ։ Նրանք սովորեցին օգտագործել արևի լույսը, ջուրը և ածխաթթու գազը վերածելու շաքարի։ Եվ այդ գործընթացի կողմնակի արդյունքը, թափոնը, թթվածին էր։ Սկզբում թթվածինը թույն էր, այն սպանում էր շատ բակտերիաների, բայց հետզհետե այն կուտակվեց օվկիանոսներում, վերացրեց երկաթը, ստեղծեց կարմիր կարծրատող շերտեր, որոնք մենք դեռևս տեսնում ենք քարերի մեջ։ Եվ հետո, մոտ 2.4 միլիարդ տարի առաջ, թթվածինը սկսեց լցվել մթնոլորտ։ Դա կոչվում է մեծ թթվածնացում, մի իրադարձություն, որը փոխեց Երկիրը հավիտյան։ Թթվածինը թունավոր էր, բայց նա նաև էր հզոր։ Բջիջները, որոնք սովորեցին օգտագործել թթվածինը, կարող էին արտադրել 15-ից մինչև 18 անգամ ավելի շատ էներգիա նույն սննդից։ Եվ այդ էներգիան ընձեռեց հնարավորություններ։ Մոտ 1.5 միլիարդ տարի առաջ տեղի ունեցավ ինչ-որ անհավատալի։ Երկու տարբեր բջիջներ, հավանաբար մեկը փորձեց ուտել մյուսին, բայց փոխարենը նրանք միաձուլվեցին, ստեղծեցին համակարգություն։ Մեկ բջիջը դարձավ միտոքոնդրիա, էներգիայի կայան, որը արտադրում է ATP, մարմնի էներգիայի արժույթը։ Մյուսը պահպանեց DNA-ը և վերահսկում էր բջիջը։ Այդ հիբրիդ բջիջը, եվկարիոտ բջիջը, դարձավ բոլոր բարդ կյանքի նախահայրը։ Գործնականում յուրաքանչյուր բույս, կենդանի, սունկ, որոնք դու տեսնում ես շուրջդ, բոլորը բաղկացած են եվկարիոտ բջիջներից։ Եվ հենց քո մարմինը հիմա 37 տրիլիոն բջիջներ։ Յուրաքանչյուր մեկը պարունակում է միտոքոնդրիաներ, փոքրիկ էներգիայի կայաններ, որոնք սկզբնապես ինքնուրույն բակտերիաներ էին։ Նրանք դեռևս ունեն իրենց սեփական DNA-ն, որը տարբերվում է քո միջուկային DNA-ից։ Այսպիսով, դու ոչ միայն աստղերի փոշի ես, դու նաև համակարգություն ես, կազմակերպված աստղերի փոշու համակարգություն, որը ներառում է միլիարդավոր տարիների կոոպերացիայի պատմություն։ Քո մարմնի բջիջներից յուրաքանչյուրը պարունակում է միտոքոնդրիաներ, որոնք մի ժամանակ ինքնուրույն օրգանիզմներ էին։ Ինչպես է զգացվում գիտակցելը, որ քո կյանքը կախված է մի հնագույն համագործակցությունից, որը սկսվել է մոտ 1.5 միլիարդ տարի առաջ։ Մոտ 600 միլիոն տարի առաջ։ Միայն 600 միլիոն, որը կարճ ժամանակ է Երկրի պատմության համար, տեղի ունեցավ ինչ-որ հիանալի։ Կենդանիները, ինչպես մենք դրանք ճանաչում ենք, հայտնվեցին։ Մինչև այդ, կյանքը հիմնականում միկրոսկոպիկ էր՝ բակտերիաներ, ջրիմուռներ, մի քանի պարզ բազմաբջիջ օրգանիզմներ։ Բայց հետո, կամբրիական շրջանում, մի բան փոխվեց։ Օվկիանոսները լցվեցին տարօրինակ էակներով։ Տրիլոբիտներ, արթրոպոդներ, որոնք ունեին աչքեր։
Անոմալոկարիդներ, հսկայական թմրիչներ, պիկայա, փոքրիկ ձկնանման էակ, որը հավանաբար մեր նախնին է, աչքերը, ողնաշարը, ճարպակազմը, վարպետության համակարգը, բոլոր այս բարդ կառուցվածքները զարգացան համեմատաբար տասնյակ միլիոն տարիների ընթացքում։ Ինչու հենց այդ ժամանակ։ Մենք չգիտենք ճիշտ պատճառը։ Թերևս թթվածինի մակարդակը հասավ կրիտիկական կետի, թերևս բարդ թմրչնավորումը դարձավ կարևոր, թերևս գենետիկական նորամուծություններ թույլ տվեցին ավելի բարդ մարմինների զարգացումը։ Բայց արդյունքը պարզ էր։ Կյանքը պայթեց բազմազանության մեջ։ Մոտ 400 միլիոն տարի առաջ կյանքը կատարեց ևս մեկ հսկայական քայլ։ Նա հեռացավ ջրից եւ բարձրացավ ցամաք։ Առաջին բույսերը սկսեցին աճել ափերի վրա, մամռեր, պարզ բուսականություն, բայց հետո ծառեր, անտառներ, ողջ լանդշաֆտը փոխվեց։ Եվ կենդանիները հետևեցին։ Ձկներ, որոնք զարգացրեցին թոքեր եւ թաթեր, ամֆիբիաներ, որոնք կարող էին ապրել եւ ջրում եւ ցամաքում, սողուններ, որոնք ամբողջովին հարմարվեցին ցամաքին։ Յուրաքանչյուր այս էակը, յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի կազմված էր նույն նյութից՝ աստղերի փոշուց։ Ածխածինը, որը կազմում էր նրանց մարմինները, սկսել էր իր ճանապարհորդությունը աստղերի միջուկներում։ Թթվածինը, որը նրանք շնչում էին, ստեղծվել էր միջուկային ֆուզիայի միջոցով։ Կալցիումը նրանց ոսկորներում, երկաթը նրանց արյան մեջ, բոլորը ծնվել էին աստղերի հրերում։ Եվ այսպես շարունակվեց։ Դինոզավրերը բարձրացան եւ ընկան, կաթնասուններ զարգացան։ Եվ հետո, ընդամենը 7 միլիոն տարի առաջ, մի թարդ երկրի պատմության մեջ հայտնվեց մի նոր տեսակ՝ պրիմատներ, որոնք քայլում էին երկու ոտքերի վրա, մեր նախնիները։ Ահա թե ինչն է հրաշալի մարդկային էվոլյուցիայի մասին։ Մենք կարոտ միջտևել են երկու ոտքերի վրա, մեր նախնիները։ Ահա թե ինչն է հրաշալի մարդկային էվոլյուցիայի մասին։ Մենք կարող ենք տեսնել իրենց իրավունքները նրանց համար, ովքեր կուզեին սուրճ խմել, անկեղծ չէին ասում սուրճ ուզում։ Եվ մենք նաև կարող ենք տեսնել իրենց իրավունքները նրանց համար, ովքեր հիմա երկրներում գործում են եւ սուրճ խմում։ Եվ այս մեկնաբանության կապակցությամբ նշեմ նաև, որ մենք հիմա նորից դեռևս մեկ անգամ կարող ենք հետևել մեր ամբողջ պատմության ընթացքին, նաև հետևել մեր ազգային մոլորվածությանը։ Կարող ենք հետևել նրանց, ովքեր նման են մեզ կամ չեն նման մեզ։ Եվ մենք նաև կարող ենք տեսնել մեր տարածքը մեր հետևում է։ Ինչպես։ Մենք մեր ազգային հայացքները հետևում ենք, մեր տարածքի հետևում է։ Սրբապետության հետևում ենք, մեր կենսունակության հետևում։ Սիրո հետևում ենք, մեր տների հետևում։ Սիրո հետևում ենք, մեր տների հետևում։ Սիրո հետևում ենք, մեր տների հետևում։ Սիրո հետևում ենք, մեր պետությունների հետևում։ Սիրո հետևում ենք, մեր միլիարդամյանք հետևել մեր ամբողջ պատմությանը հետ։ Ոչ միայն մինչև առաջին պրիմատները, ոչ միայն մինչև առաջին կաթնասունները, ոչ միայն մինչև առաջին ձկները, այլ մինչև ամենասկիզբը, մինչև առաջին բջիջը, մինչև աստղերի փոշին։ 7 միլիոն տարի առաջ Աֆրիկայում մի խումբ պրիմատներ սկսեցին զարգանալ տարբեր ուղղությամբ։ Մեկ ճյուղը դարձավ չիմպանզեներ եւ բոնոբոներ, մյուսը հոմինիդներ, մեր նախնիները։ Նրանք սովորեցին ուղիղ քայլել։ Դա ազատեց նրանց ձեռքերը, եւ ազատ ձեռքերը նշանակում էին գործիքներ։ 2.5 միլիոն տարի առաջ Homo habilis-ը, հմուտ մարդը, սկսեց ստեղծել քարե գործիքներ։ Պարզ, բայց արդյունավետ, կտրելու համար, փորելու համար, որսալու համար։ Եվ գործիքները փոխեցին ամեն ինչ, որովհետև գործիքներով նրանք կարող էին ուտել միս, եւ միսը նշանակում է սպիտակուց։ Սպիտակուցը նշանակում է ուղեղի աճի համար անհրաժեշտ շինանյութ։ Մեր ուղեղները սկսեցին աճել։ Ինչ որտեղ մեր էվոլյուցիայի ճանապարհին տեղի ունեցավ ինչ-որ անսովոր։ Մեր ուղեղները դարձան անհամեմատորեն մեծ, համեմատած մեր մարմնի չափի հետ։ Հիմա 1.4 կիլոգրամով մարդու ուղեղը պարունակում է մոտ 86 միլիարդ նեյրոն, եւ այդ նեյրոնները միացված են միմյանց հետ 100 տրիլիոն սինապսով, կապերով։ Այս ցանցի բարդությունը գերազանցում է ամեն ինչ, ինչ մենք գիտենք տիեզերքում։ Քո գլխի մեջ, քո գանգի ներսում ընթանում են պրոցեսներ, որոնք ավելի բարդ են, քան ցանկացած գալակտիկա։ Ամեն անգամ եւ դու մտածում ես էլեկտրական ազդակները անցնում են նեյրոններով, նատրիումի իոնները եւ կալիումի իոնները, աստղերի փոշուց ստեղծված, շարժվում են թաղանթների միջով։ Նեյրոտրանսմիտերները, մոլեկուլներ, որոնք նույնպես կազմված են աստղերի փոշուց, անցնում են սինապսներով։ Եվ այս բոլոր քիմիական եւ էլեկտրական պրոցեսների արդյունքում ծագում է գիտակցությունը։ Դու սկսում ես գիտակցել դու ինքդ քեզ։ Քո ուղեղը պարունակում է ավելի շատ նեյրոնային կապեր, քան աստղեր կան ծիր ճանապարհում։ Եվ այդ բոլոր կապերը կազմված են աստղերի փոշուց։
Ինչպիսին է դա պատկերացնելը, որ ամենաբարդ կառուցվածքը, որը մենք գիտենք, գտնվում է քո սեփական գանգի ներսում։ Մոտ 50,000 տարի առաջ, թերևս ավելի վաղ, տեղի ունեցավ ինչ-որ հրաշալի։ Homo sapiens-ը, մենք, սկսեցինք մտածել ոչ միայն անմիջական գոյության մասին։ Մենք սկսեցինք ստեղծել արվեստ։ Քարանձավների պատերի վրա նկարներ, ցեխեստորագետներ, փորագրություններ ոսկորների վրա։ Մենք սկսեցինք թաղել մեր մեռելներին ծիսակարգերով։ Դա նշանակում էր, որ մենք հասկանում էինք մահը, մենք մտածում էինք անցյալի եւ ապագայի մասին։ Մենք սկսեցինք զարգացնել լեզու, ոչ միայն հաղորդակցման համար, այլ պատմելու համար։ Փոխանցելու գիտելիքները սերնդեսերունդ, եւ մենք սկսեցինք հարցեր տալ։ Ովքեր ենք մենք, որտեղից ենք եկել, ինչու ենք այստեղ։ Տասնյակ հազար տարիների ընթացքում մենք ստեղծեցինք պատմություններ, պատասխանելու այդ հարցերին։ Աստվածներ, որոնք ստեղծեցին աշխարհը, հերոսներ, որոնք պայքարեցին խավարի դեմ, տիեզերական պատկերներ, որոնք բացատրում էին մեր տեղը բոլորի մեջ։ Բայց մենք չկանգ առինք պատմություններով։ Մենք սկսեցինք դիտել, չափել, փորձարկել։ Մենք սկսեցինք գիտություն։ Պատկերացրու մի պահ 400 տարի առաջ, 1600-ական թվականներ, Եվրոպա։ Մարդիկ հավատում էին, որ երկիրը տիեզերքի կենտրոնն է։ Արևը, լուսինը, աստղերը բոլորը պտտվում էին մեր շուրջը։ Մենք էինք հատուկները, Աստծո ստեղծագործության կոթողը։ Բայց մի մարդ, Գալիլեո Գալիլեյ, ուղղեց իր նոր հեռադիտակը դեպի երկինք, եւ ինչ որ տեսավ, փոխեց ամեն ինչ։ Գալիլեոն տեսավ, որ Յուպիտերն ունի լուսիններ, 4 փոքրիկ լույսի կետեր, որոնք պտտվում էին Յուպիտերի շուրջը, ոչ թե երկրի։ Դա նշանակում էր, որ ոչ ամեն ինչ չէր պտտվում մեր շուրջը։ Նա տեսավ, որ Վեներան ունի փուլեր, ինչպես լուսինը։ Դա նշանակում էր, որ Վեներան պտտվում էր ու մեր արևի շուրջը, ոչ թե երկրի։ Նա տեսավ, որ լուսինը ունի լեռներ եւ հովիտներ։ Դա նշանակում էր, որ երկնային մարմինները նյութական էին, ինչպես երկիրը, ոչ թե կատարյալ եւ ամբորբոք։ Եկեղեցին ստիպեց նրան հրաժարվել իր հայտնագործություններից, բայց ճշմարտությունը չէր կարող ճնշվել։ Մի դար անց Իսահակ Նյուտոնը ցույց տվեց, որ նույն օրենքները, որոնք վերահսկում են ընկնող խնձորը, վերահսկում են նաև պլանետների շարժը։ Երկինքը եւ երկիրը ենթարկվում էին նույն ֆիզիկական օրենքներին։ Մենք հատուկ չէինք, մենք մաս էինք տիեզերքից, ոչ թե դրա կենտրոնը, բայց դա միայն սկիզբն էր։ 19-րդ դարում աստղագետները սկսեցին ուսումնասիրել աստղերից գալիս լույսը։ Նրանք օգտագործեցին սպեկտրոսկոպ, մի սարք, որը բաժանում է լույսը ծիածանի գույների։ Եվ ինչ որ տեսան, զարմացրեց նրանց։ Յուրաքանչյուր քիմիական տարր ունի իր հատուկ մատնահետքը լույսի մեջ, հատուկ գծեր սպեկտրում։ Ջրածինը ունի որոշակի գծեր, հելիումը մյուսները, երկաթը իր գծերը։ Եվ երբ աստղագետները դիտեցին արևի սպեկտրը, նրանք տեսան ջրածնի գծերը։ Հելիումի գծերը, ըստ էության, հելիումն առաջին անգամ հայտնագործվեց արևում, ոչ թե երկրի վրա։ Դրա անունը գալիս է հունարեն հելիոսից, որը նշանակում է արև։ Երկաթի, մագնեզիումի, կալցիումի գծերը։ Արևը բաղկացած էր նույն տարրերից, ինչ երկիրը։ Եվ երբ նրանք դիտեցին այլ աստղերը, նրանք տեսան նույն բանը, նույն տարրերը։ Ամբողջ տիեզերքը բաղկացած էր նույն նյութից։ Երբ աստղագետները առաջին անգամ հասկացան, որ աստղերը բաղկացած են նույն նյութից, ինչ երկիրը, եւ նույն նյութից, ինչ մեր մարմինները, ինչպիսին էր այդ գիտակցումը։ Տիեզերքը հանկարծ դարձավ ոչ թե օտար, այլ ծանոթ։ 1905 թվականին մի երիտասարդ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյն հրապարակեց մի հոդված, որը փոխեց մեր հասկացողությունը զանգվածի եւ էներգիայի մասին։ E է հավասար է մու C քառակուսի։ Այս պարզ հավասարումը ասում էր, որ զանգվածը եւ էներգիան փոխարինելի են։ Զանգվածը կարող է վերածվել էներգիայի։ Էներգիան կարող է վերածվել զանգվածի։ Եվ C քառակուսի, լույսի արագության քառակուսին, մի հսկայական թիվ է։ Դա նշանակում էր, որ նույնիսկ փոքրիկ քանակությամբ զանգվածը կարող է արտադրել անհամեմատ մեծ էներգիա։ Սա բացեց դռները հասկանալու աստղերի ուժի աղբյուրը։ Մինչև այդ պահը աստղագետները չգիտեին, թե ինչն է ստիպում աստղերին փայլել։ Ջերմային էներգիան։ Ոչ, դա չէր կարող բացատրել, թե ինչու արևը փայլում է միլիարդավոր տարիների ընթացքում։ Բայց Էյնշտեյնի հավասարումը տվեց պատասխանը։ 1920-ից մինչև 1930-ական թվականներին ֆիզիկոսները, հատկապես Արթուր Էդինգթոնը եւ Հանս Բեթեն, հասկացան, թե ինչպես է աշխատում աստղերը։ Աստղերի միջուկներում, որտեղ ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների, ջրածնի ատոմները միախառնվում են, ստեղծելով հելիում։ Եվ այդ process-ի ժամանակ զանգվածի փոքրիկ մասը վերածվում է էներգիայի, համաձայն E հավասար է մու քառակուսի։
Հենց այդ էներգիան է, որը ստիպում է աստղերին փայլել։ Բայց առավել կարևորը, Բեթեն հաշվեց, որ աստղերը կարող են ստեղծել ավելի ծանր տարրեր՝ հելիումից ածխածին, ածխածնից թթվածին, եւ այսպես մինչև երկաթը։ Առաջին անգամ մարդիկ հասկացան, որ աստղերը քիմիական տարրերի գործարաններ են, բայց դեռ մնում էր մի հարց. ինչպես են այդ տարրերը հասնում երկիր։ Ինչպես են դրանք հայտնվում մեր մարմիններում։ 1950-ից մինչև 1960-ական թվականներին աստղագետները սկսեցին մանրամասն ուսումնասիրել սուպերնովաները, աստղերի պայթյունները։ Նրանք հասկացան, որ երբ մի մեծ աստղի միջուկը լիանում է երկաթով, ֆուզիան դադարում է։ Աստղը կորցնում է իր էներգիայի աղբյուրը, եւ հանկարծ ձխողականությունը հաղթում է։ Միջուկը փլուզվում է մի քանի վայրկյանի ընթացքում։ Ստեղծվում է շոկային ալիք։ Եվ այդ պայթյունի էներգիան այնքան հսկայական է, որ վերջապես հնարավոր է դառնում ստեղծել բոլոր այն տարրերը, որոնք ծանր են երկաթից։ Մոտ 1970-ական թվականներին աստղաֆիզիկոս Ֆրեդ Հոյլը եւ նրա գործընկերները մանրամասն հաշվեցին, թե ինչպես են տարբեր տարրերը ստեղծվում աստղերում եւ սուպերնովաներում։ Նրանք ստեղծեցին աղյուսակ, որը ցույց էր տալիս, թե որտեղ է ստեղծվում յուրաքանչյուր տարր։ Ածխածինը աստղերի միջուկներում, թթվածինը նույնպես, երկաթը այնտեղ, բայց ոսկին, արծաթը, պլատինը սուպերնովաներում։ Եվ հետո, այդ պայթյունից հետո, բոլոր այդ տարրերը ցրվում են տիեզերք։ Բայց ինչպես կարող ենք մենք ապացուցել այս տեսությունը։ Ինչպես կարող ենք ստուգել, որ տարրերը իսկապես ստեղծվել են աստղերում։ Պատասխանը եկավ մետեորիտներից, քարերից, որոնք ընկնում են երկրի վրա տիեզերքից։ Երբ գիտնականները ուսումնասիրեցին մետեորիտները, նրանք հայտնագործեցին ինչ-որ հրաշալի։ Որոշ մետեորիտներում կային փոքրիկ հատիկներ, միկրոսկոպիկ ինտքներ, որոնք պարունակում էին շատ բարձր քանակությամբ որոշակի տարրեր։ Այդ հատիկները ավելի հին էին, քան արեգակային համակարգը։ Նրանք ձևավորվել էին մինչև երկրի ծնունդը։ Եվ երբ գիտնականները վերլուծեցին այդ հատիկների իզոտոպային կազմը, տարբեր տեսակների ատոմների հարաբերակցությունը, նրանք հայտնագործեցին ճիշտ այն նշաններով, որոնք ակնկալվում էին, եթե դրանք ստեղծվել էին աստղերի միջուկներում եւ սուպերնովաներում։ Առաջին անգամ մենք ունեինք ֆիզիկական ապացույց։ Մենք կարող էինք բռնել մեր ձեռքերում աստղերի փոշին եւ ասել. այո, դա իսկապես եկել է աստղերից։ Գիտնականները բռնել են իրենց ձեռքերում մետեորիտների հատիկներ, որոնք ավելի հին են, քան մեր արեգակային համակարգը։ Հատիկներ, որոնք ստեղծվել են մեկ այլ աստղի մեջ, որը արդեն վաղուց մահացել է։ Ինչպիսին է այդ զգացումը՝ բուկվալականորեն շոշափել անցյալը։ 1980-ական թվականներին աստրոֆիզիկոս եւ գիտության հանրաճանաչ Կարլ Սագանը ստեղծեց հեռուստահաղորդում «Կոսմոս. անձնական ճանապարհորդություն»։ Այդ հաղորդման մի դրվագում նա արտասանեց արտահայտություն, որը դարձավ խորհրդանիշ։ Մենք աստղերի նյութից ենք։ Մենք տիեզերքի միջոցն ենք ճանաչելու ինքն իրեն։ Սագանը բացատրեց բարդ գիտությունը պարզ պոետիկ լեզվով։ Նա ասաց, որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուրս կապված է տիեզերքի հետ։ Մենք ոչ միայն դիտողներ ենք, այլ մասնակիցներ։ Մեր ատոմները ծնվել են աստղերում, մենք կազմված ենք աստղերի փոշուց։ Եվ հիմա, միլիարդավոր տարիներ հետո, այդ աստղերի փոշին մենք դարձել է գիտակցող։ Մենք կարող ենք նայել հետ եւ հասկանալ մեր ծագումը։ Դա չէր պարզապես պոեզիա, դա էր ճշմարտություն։ Գիտական ճշմարտություն, որը հիմնված էր տասնյակ տարիների հետազոտությունների վրա։ Այսօր, 21-րդ դարում, մենք ունենք ավելի մանրամասն ապացույցներ, քան երբևէ։ Մենք կարող ենք ուսումնասիրել աստղերի ներսում տեղի ունեցող միջուկային ռեակցիաները։ Մենք կարող ենք կանխատեսել, թե ինչ տարրեր կստեղծվեն տարբեր աստղերում։ Մենք կարող ենք դիտել սուպերնովաները իրական ժամանակում։ 1987 թվականին աստղագետները դիտեցին սուպերնովա SN 1987 ան Մեծ Մագելանյան ամպում, մեր հարևան գալակտիկայում։ Նրանք տեսան, թե ինչպես է աստղը պայթում եւ արտանետում իր նյութը տիեզերք։ Մենք կարող ենք ուսումնասիրել մեր սեփական մարմինների քիմիան եւ համեմատել այն աստղերի քիմիայի հետ։ Եվ մենք տեսնում ենք համապատասխանությունը։ Ածխածինը քո մարմնում 18% քո զանգվածից ստեղծվել է աստղերի միջուկներում միջուկային ֆուզիայի միջոցով։ Կալցիումը քո ոսկորներում, աստղերի միջուկներում։ Երկաթը քո արյան մեջ, աստղերի միջուկներում եւ սուպերնովաներում։ Յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր մոլեկուլ, քո ամբողջ մարմինը, աստղերի փոշի։ Մի պահ մտածիր դրա մասին։ Քո մարմնում կա մոտ 7 օկտիլիոն, 7 միլիարդ օկտիլիոն ատոմ։ Յուրաքանչյուր այդ ատոմն ունի իր պատմություն։
Մի քանիվի ատոմներ, որոնք հիմա քո սրտում են, կարող է երբևէ եղել լինեն դինոզավրի սրտում 100 միլիոն տարի առաջ։ Մի քանի ատոմներ, որոնք հիմա քո ուղեղում են, կարող է եղել լինեն ծովում, մաս կազմելով ջրի մուրի 2 միլիարդ տարի առաջ։ Մի քանի ատոմներ, որոնք հիմա քո թոքերում են, կարող է ներշնչել լինեն Սոկրատեսը, Կլեոպատրան, Նապոլեոնը, քո մեծ հայրը։ Ատոմները անցնում են մեր մարմիններով։ Մենք շնչում ենք, ուտում ենք, խմում ենք։ Ատոմները մտնում են մեր մարմինները եւ դուրս են գալիս։ Նրանք վերադառնում են մթնոլորտ, հողը, օվկիանոսները։ Եվ հետո մի ուրիշ օրգանիզմ վերցնում է դրանք՝ մի ծառ, մի թռչուն, մեկ ուրիշ մարդ։ Մենք բոլորս կիսում ենք նույն ատոմները։ Մենք բոլորս կապված ենք միմյանց հետ ատոմական մակարդակում։ Բայց այս կապը գնում է ավելի խորը, քան պարզապես ատոմների փոխանակումը երկրի վրա։ Յուրաքանչյուր ատոմ քո մարմնում, բացառությամբ ջրածնի, ստեղծվել է աստղի մեջ։ Եվ ոչ միայն ցանկացած աստղի մեջ, այլ աստղի մեջ, որը արդեն մահացել է։ Մտածիր դրա մասին։ Մինչև որ այդ աստղը չմեռներ, մինչև որ այն չպայթեր սուպերնովայի մեջ, այդ ատոմները չէին կարող լինել ազատ։ Նրանք չէին կարող միանալ միմյանց եւ ստեղծել մոլեկուլներ։ Չէին կարող ստեղծել ջուր, սպիտակուցներ, DNA։ Ատոմները քո մարմնում ազատվել են աստղի մահից։ Դրանք ծնվել են պայթյունից։ Եվ հետո միլիոնավոր կամ միլիարդավոր տարիների ընթացքում այդ ատոմները շրջել են տիեզերքում։ Միացել են գազի ու փոշու ամպերին, մասնակցել են նոր աստղերի եւ պլանետների ձևավորմանը։ Վերջապես, մոտ 4.6 միլիարդ տարի առաջ դրանցից մի մասը ընդգրկվեց այն նյութի մեջ, որը ձևավորեց Երկիրը։ Եվ հետո, եւս միլիարդավոր տարիների ընթացքում դրանք շրջում էին Երկրի վրա։ Մաս էին կազմում լեռների, օվկիանոսների, մթնոլորտի։ Եվ հետո, ինչ-որ պահին, թերևս մի քանի տարի առաջ, թերևս մի քանի ամիս, այդ ատոմը մտավ քո մարմին։ Թերևս դու կերիր խնձոր, եւ ածխածնի ատոմը խնձորից անցավ քո արյան մեջ։ Թերևս դու ներշնչեցիր, եւ թթվածնի ատոմը մթնոլորտից անցավ քո թոքերը։ Եվ հիմա այդ ատոմը մաս է կազմում քեզանից։ Ամեն օր դու փոխանակում ես միլիարդավոր ատոմներ միջավայրի հետ։ Ամեն շնչառությամբ, ամեն կեռով, ամեն քայլով։ Դու ոչ մեկ փակ համակարգ ես, դու անընդհատ հոսք ես, աստղերի փոշու հեղեղ, որը անցնում է քո մարմնով։ Ինչպիսին է գիտակցել դա։ Եթե մենք բոլորս պատրաստված ենք աստղերի փոշուց, ապա մենք բոլորս ընտանիք ենք։ Ոչ միայն բոլոր մարդիկը, այլև բոլոր կենդանիները, բոլոր բույսերը, բոլոր բակտերիաները, յուրաքանչյուր կենդանի բան երկրի վրա, բոլորը բաղկացած են նույն նյութից, աստղերի փոշուց։ Եվ ոչ միայն կենդանի բաները, քարերը, հողը, օվկիանոսները, մթնոլորտը, ամբողջ Երկիրը։ Եվ ոչ միայն Երկիրը, Լուսինը, Մարսը, Յուպիտերը, Արեսը, Յուպիտերը, Արևը, բոլոր պլանետները, բոլոր աստերոիդները, բոլոր կոմետները, ամբողջ արեգակային համակարգը բաղկացած են նույն նյութից, որը ստեղծվել է աստղերում, որոնք գոյություն ունեցել են մինչև մեր արևի ծնունդը։ Եվ հետզհետե, եթե մենք նայենք ավելի հեռու, մենք տեսնում ենք, որ ամբողջ տիեզերքը, բոլոր գալակտիկաները, բոլոր աստղերը, բոլոր պլանետները բաղկացած են նույն քիմիական տարրերից։ Մենք բոլորս մաս ենք նույն տիեզերքից։ Մենք բոլորս կապված ենք միմյանց հետ նյութական մակարդակում, բայց կապը ավելի խորն է, քան պարզապես նյութը։ Յուրաքանչյուր շնչառությամբ դու օգտագործում ես էներգիա։ Այդ էներգիան գալիս է սննդից։ Բայց որտեղից սնունդը ստանում է էներգիան։ Եթե դու ուտում ես բույս, այդ բույսը ստացել է էներգիան արևի լույսից, ֆոտոսինթեզի միջոցով։ Եթե դու ուտում ես միս, այդ կենդանին ուտել է բույսեր կամ այլ կենդանիներ, որոնք ուտել են բույսեր։ Ամեն դեպքում էներգիան սկիզբն աղբյուրը արևն է։ Եվ որտեղից արևը ստանում է իր էներգիան։ Միջուկային ֆուզիայից, ջրածնի ատոմների միախառնումից, հելիում ստեղծելու համար։ Այսպիսով, երբ դու քայլում ես, խոսում ես, մտածում ես, դու օգտագործում ես էներգիա, որը սկզբնապես եկել է արևի միջուկից։ Դու օգտագործում ես աստղի էներգիան։ Յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր մտածողություն, յուրաքանչյուր սիրտի զարկ, աստղի էներգիա։ Քո սրտի յուրաքանչյուր զարկը սնանում է էներգիայով, որը սկիզբնապես եկել է արևի միջուկից։ Յուրաքանչյուր քո մտքի ալիք, նույնը։ Դու հիմա բուկվալականորեն գործում ես աստղի ուժով։ Ինչպիսին է դա իմանալը։ Երբեմն, երբ մենք նայում ենք գիշերային երկնքին, մենք զգում ենք մեր փոքրությունը։ Մենք տեսնում ենք անթիվ աստղերը, թվով հազարավոր, միլիոնավոր, եւ մենք գիտենք, որ այդ աստղերից յուրաքանչյուրը հսկա է մեր համեմատությամբ։ Արևը, մեր ամենամոտ աստղը, կարող է պարունակել մոտ 1 միլիոն երկիր։
Եվ հետո մենք իմանում ենք, որ աստղերն ընդամենը սկիզբն են։ Կան գալակտիկաներ, յուրաքանչյուրը պարունակում է միլիարդավոր աստղեր, եւ կան միլիարդավոր գալակտիկաներ։ Մենք փոքրիկ մասնիկ ենք անհասկանալի չափի տիեզերքում։ Բայց սա միայն մեկ տեսակետն է։ Եկեք նայենք դրան այլ կերպ։ Աստղերը մեծ են, բայց նրանք պարզ են։ Աստղը իր էության մեջ ջրածնի եւ հելիումի փուլ է, պրնկվող միջուկային ռեակցիաներով իր միջուկում։ Այն սուբյեկտ է մի քանի պարզ ֆիզիկական օրենքների՝ ձգողականություն, ջերմոդինամիկա, միջուկային ֆիզիկա։ Բայց դու բաղկացած ես 37 տրիլիոն բջիջներից։ Յուրաքանչյուր բջիջ պարունակում է միլիարդավոր մոլեկուլներ։ Յուրաքանչյուր մոլեկուլ կազմված է տասնյակ կամ հարյուրավոր ատոմներից։ Քո DNA-ն պարունակում է մոտ 3 միլիարդ բազային զույգեր, 3 միլիարդ տարրեր գենետիկական կոդի մեջ։ Քո ուղեղը պարունակում է 86 միլիարդ նեյրոն, միացված 100 տրիլիոն սինապսով։ Ամեն վայրկյան քո մարմնում տեղի են ունենում տրիլիոնավոր քիմիական ռեակցիաներ։ Սպիտակուցները ապակառուցում են եւ քայքայում են, DNA-ն պատճենվում է, բջիջները բաժանվում են, նեյրոնները ակտիվանում են։ Եվ բոլոր այդ գործընթացների արդյունքում դու գիտակցում ես, դու մտածում ես, դու զգում ես, դու ստեղծում ես։ Աստղը չունի գիտակցություն, այն չի մտածում, այն չի զգում, բայց դու։ Գիտակցությունը սա տիեզերքում ամենաանհասկանալի եւ ամենահրաշք երևույթներից մեկն է։ Ինչպես են ատոմները, անգիտակից պարզ մասնիկներ միախառնվում եւ ստեղծում ինչ-որ բան, որը կարող է մտածել իր սեփական գոյության մասին։ Ինչպես են էլեկտրական ազդակները նեյրոններում դառնում սուբյեկտիվ փորձառություն, կարմիր գույնի տեսողությունը, երաժշտության լսելը, սիրո զգացումը։ Մենք չգիտենք լրիվ պատասխանը։ Գիտակցությունը դեռևս մեծ առեղծված է գիտության մեջ, բայց մենք գիտենք մի բան. գիտակցությունը հրաշալի է, եւ դու ունես այն։ Դու կարող ես մտածել տիեզերքի մասին, դու կարող ես հասկանալ, որ դու կազմված ես աստղերի փոշուց, դու կարող ես զարմանալ, աստղը չի կարող։ Տիեզերքն անհասկանալի մեծ է, բայց միայն քեզ նման էակները կարող են գիտակցել դա եւ զարմանալ։ Աստղը չգիտի, որ գոյություն ունի, բայց դու գիտես։ Դու կարող ես մտածել դրա մասին, դու կարող ես զարմանալ։ Արժե դա ավելին, քան բոլոր աստղերի համատեղ չափսը։ Աստղագետ Կարլ Սագանը ասաց. մենք տիեզերքի միջոցն ենք ճանաչելու ինքն իրեն։ Մտածիր դրա մասին։ Տիեզերքն առանց գիտակցության անգիտակից է։ Աստղերը ծնվում են եւ մահանում են, բայց նրանք չգիտեն դրա մասին։ Գալակտիկաները բախվում են, բայց չկա ոչ ոք, ով տեսնի դա եւ հասկանա դրա գեղեցկությունը։ Բայց հետո ինչ որտեղ, գուցե շատ տեղերում, տիեզերքն ստեղծում է կյանք։ Եվ կյանքը էվոլյուցիայի միջոցով զարգանում է։ Եվ վերջապես կյանքը զարգացնում է գիտակցություն։ Եվ վերջապես տիեզերքն ունի ինչ-որ մեկին, ով կարող է նայել իրեն եւ զարմանալ։ Դու ես այդ ինչ-որ մեկը։ Երբ դու նայում ես աստղերին, դա տիեզերքն է, նայում իր սեփական անցյալին։ Եվ դու մտածում ես մեծ պայթյունի մասին, դա տիեզերքն է, հիշում իր սեփական ծնունդը։ Դու ոչ թե դիտող ես, դու ես տիեզերքի մասը, որը դարձել է գիտակցող։ Այսպիսով, երբ դու զգում ես փոքր նայելով աստղերին, հիշիր, դու ոչ թե փոքրիկ մասնիկ ես մի հսկայական անտարբեր տիեզերքում։ Դու ինքդ տիեզերքի մի մասն ես։ Դու կազմված ես նույն նյութից, ինչ աստղերը։ Դու գործում ես նույն էներգիայով, ինչ արևը։ Դու կապված ես ամեն ինչի հետ՝ ատոմների, էներգիայի, ֆիզիկական օրենքների միջոցով։ Եվ ավելին, դու ունես ինչ-որ բան, ինչը ոչ մի աստղ չունի՝ գիտակցություն, հասկացողություն, զարմանքի կարողություն։ Դու փոքր չես, դու անսահման ես, որովհետև դու կապված ես ամբողջ տիեզերքի հետ, եւ դու կարող ես հասկանալ այդ կապը։ Ամենից վախեցնող հարցը, որը մարդիկ տալիս են, երբ նրանք մտածում են իրենց գոյության մասին, հաճախ հետևյալն է. երբ ես մեռնեմ, ես կվերջանամ, ես կդադարեմ գոյություն ունենալուց, եւ դա սարսափելի է։ Բայց եկեք նայեք դրան աստղերի փոշու լույսի ներքո։ Ահա թե ինչ տեղի է ունենում, երբ դու մեռնում ես։ Քո սիրտը դադարում է զարկել, քո ուղեղը դադարում է ֆունկցիոնել, քո գիտակցությունը, այդ հրաշալի գաղտնի երևույթը անհետանում է։ Բայց քո ատոմները շարունակում են։ 37 տրիլիոն բջիջներ, որոնք կազմում են քո մարմինը, սկսում են քայքայվել։ Սպիտակուցները քայքայվում են, մեմբրանները քայքայվում են, բարդ մոլեկուլները բաժանվում են պարզ մոլեկուլների։ Բայց ատոմները, ածխածինը, թթվածինը, ազոտը, կալցիումը, ֆոսֆորը, երկաթը բոլորը շարունակում են գոյություն ունենալ։ Նրանք վերադառնում են հող, նրանք բուսականության մեջ են ներծծվում։ Նրանք անցնում են կենդանիների, նրանք բարձրանում են մթնոլորտ, նրանք լողում են օվկիանոսներում։ Քո ատոմները
Նույն այդ ատոմները, որոնք ստեղծվել են աստղերի միջուկներում միլիարդավոր տարիներ առաջ, շարունակում են իրենց ճանապարհորդությունը։ Մի քանի ամիս հետո քո մարմնի ածխածնի ատոմներից մեկը կարող է լինել ծառի տերևում, տարի հետո բազմոտանու թևում, տասնամյակ հետո մեկ այլ մարդու սրտում։ Մտածիր դրա մասին։ Քո ատոմները, բուկվալորեն յուրաքանչյուր մեկը, գոյություն ունեցել են ավելի քան 13 միլիարդ տարի։ Նրանք ստեղծվել են աստղերում, նրանք մասնակցել են անթիվ կյանքի ձևերի, եւ նրանք կշարունակեն գոյություն ունենալ ևս միլիարդավոր տարիներ հետո։ Երկաթի ատոմը, որը հիմա քո արյան մեջ է, թերևս մի ժամանակ եղել է դինոզավրի մարմնում, կամ հին ծովի մեջ, կամ լեռան գագաթին։ Եվ քո մահից հետո այդ նույն երկաթի ատոմը կշարունակի իր ճանապարհորդությունը։ Այն կլինի ինչ-որ ուրիշ էակի մեջ, թերևս բույսի, թերևս կենդանու, թերևս մարդու։ Քո ֆիզիկական ինքնությունը, այդ հատուկ կազմավորումը, որը դարձնում է քեզ, վերջանում է։ Բայց քո նյութը շարունակվում է, անվերջ։ Դու մի մասն ես անվերջ ցիկլի, ծնունդ եւ մահ, ստեղծում եւ քայքայում, կազմակերպում եւ վերակազմակերպում։ Եվ այդ ցիկլը շարունակվել է միլիարդավոր տարիներ եւ կշարունակվի ևս միլիարդավոր տարիներ։ Եթե գիտեիր, որ քո ատոմները կշարունակեն գոյություն ունենալ եւ կլինեն մաս անթիվ ապագա կյանքների, կփոխվեր քո վերաբերմունքը մահվան նկատմամբ։ Կզգաս ավելի քիչ վախ, գիտենալով, որ դու իրականում երբեք չես անհետանում ամբողջովին։ Բայց մահից հետո շարունակվում է ավելին, քան պարզապես ատոմները։ Ամեն բան, ինչ դու արել ես քո կյանքում, ամեն ստեղծած բան, ամեն սովորեցրած գիտելիք, ամեն փոխանցած սեր, դա շարունակվում է։ Եթե դու սովորեցրել ես մեկին ինչ-որ բան, այդ գիտելիքը շարունակվում է նրանց մեջ, եւ նրանք կարող են սովորեցնել այլ մարդկանց, եւ այդ գիտելիքը կարող է տարածվել սերունդներով։ Եթե դու ստեղծել ես ինչ-որ բան, արվեստի գործ, գրքեր, երաժշտություն, գյուտեր, դրանք կարող են ապրել հարյուրավոր կամ հազարավոր տարիներ։ Եթե դու սիրել ես մեկին, այդ սերը ազդել է նրանց վրա, եւ այդ ազդեցությունը շարունակվում է նրանց կյանքում եւ մարդկանց կյանքում, ում նրանք հպվում են։ Քո ազդեցությունը, քո աշխատանքը, քո գիտելիքները, քո սերը տարածվում է դեպի ապագա ալիքների պես։ Գալիլեո Գալիլեին Մեյն մեռավ 1642 թվականին, բայց արդյոք նա իրականում մեռավ։ Նրա մարմինը քայքայվեց, նրա ատոմները վերադարձան հողը, նրա գիտակցությունը դադարեց, բայց նրա գիտելիքը, նրա հայտնագործությունները, նրա ազդեցությունը, դրանք շարունակվում են։ Ամեն անգամ, երբ ուսանող սովորում է աստղագիտության մասին, նա սովորում է ում է Գալիլեոյի հայտնագործությունների մասին։ Ամեն անգամ, երբ գիտնական օգտագործում է հեռադիտակ, նա շարունակում է Գալիլեոյի աշխատանքը։ Գալիլեոյի գաղափարները կենդանի են, նրանք մաս են կազմում մարդկության կուլտուրային DNA-ի, եւ նրանք կշարունակեն ազդել մարդկանց վրա հազարավոր տարիներ ապագայում։ Այսպիսով, մի իմաստով, Գալիլեոն դեռ ապրում է։ Ոչ իր ֆիզիկական մարմնով, այլ իր ազդեցությամբ, իր գաղափարներով, իր ավանդով։ Եվ նույնը վերաբերում է քեզ։ Յուրաքանչյուր մարդ, ում դու ազդել ես, յուրաքանչյուր մարդ, ում դու ուսուցել ես, օգնել ես, սիրել ես, կրում է քո մի մասը իրենց մեջ, եւ նրանք կփոխանցեն այդ ազդեցությունը ուրիշներին։ Քո ազդեցության ալիքները կշարունակեն տարածվել ապագա, երկար հետո, երբ քո ֆիզիկական մարմինը քայքայվի։ Պատկերացրու մի հսկայական գետ, որը հոսել է միլիարդավոր տարիներ եւ կհոսի ևս միլիարդավոր տարիներ։ Յուրաքանչյուր կաթիլ ջրի այդ գետում մաս է անվերջ հոսքի։ Յուրաքանչյուր կաթիլ միանում է գետին մի պահի համար, հետո շարունակում է իր ճանապարհը։ Դու նման ես այդ կաթիլներից մեկին, դու մաս ես կյանքի անվերջ հոսքի, դու միացար այս հոսքին քո ծննդյան ժամանակ, դու կշարունակես քո ճանապարհը քո մահից հետո։ Քո գիտակցությունը, այդ հատուկ կազմավորումը, որը դարձնում է քեզ, գոյություն ունի միայն մի կարճ ժամանակահատվածի համար, բայց այդ ժամանակահատվածը մաս է ինչ-որ շատ ավելի մեծի։ Դու մաս ես պատմության, որը սկսվել է մեծ պայթյունով եւ կշարունակվի անհասկանալի ապագա։ Դու մաս ես էվոլյուցիայի, որը տևել է 3.8 միլիարդ տարի եւ կշարունակվի, քանի դեռ կա կյանք երկրի վրա։ Դու մաս ես տիեզերքի, որը սովորում է ճանաչել ինքն իրեն։ Եթե մտածես քո կյանքի մասին ոչ թե որպես մեկուսացված իրադարձություն, այլ որպես մի հատված անվերջ պատմության մեջ, որը սկսվել է աստղերում եւ կշարունակվի քեզնից հետո, ինչպես է դա փոխում քո կյանքի իմաստի ընկալումը։ Եկեք խոսենք մի բանի մասին, որը հաճախ մոռանում ենք արդի աշխարհում։ Մենք ապրում ենք այնպես, կարծես մենք մեկուսացված ենք։ Անհատներ, ովքեր պետք է մրցեն միմյանց դեմ։ Մարդիկ, ովքեր պետք է հոգան միայն իրենց սեփական հաջողության մասին։ Բայց աստղերի փոշու գիտությունը ցույց է տալիս այլ բան։ Մենք ոչ թե մեկուսացված ենք, մենք խորապես կապված ենք միմյանց հետ եւ ամբողջ աշխարհի հետ։
Գենետիկ մակարդակով բոլոր մարդիկը համարյա նույնական են։ Մենք կիսում ենք 99.9% մեր DNA-ի, բայց կապը գնում է ավելի խորը։ Յուրաքանչյուր մարդ երկրի վրա բոլոր 8 միլիարդը իջել է նույն նախնիներից։ Եթե մենք գնանք բավականին հետ, մենք կգտնենք ընդհանուր նախնի բոլոր մարդկանց համար։ Գիտնականները գնահատում են, որ մեր ամենահինանպնի ընդհանուր նախնին, միտոքոնդրային Եվան, ապրել է մոտ 150,000-ից մինչև 200,000 տարի առաջ Աֆրիկայում։ Բոլոր մարդիկը, յուրաքանչյուր ռասա, յուրաքանչյուր ազգություն, յուրաքանչյուր մշակույթ, ես մեկ ընտանիքի մասը։ Եվ եթե գնանք ավելի հետ, բոլոր կաթնասունները կիսում են ընդհանուր նախնի մոտ 200 միլիոն տարի առաջ։ Բոլոր ողնաշարավորները կիսում են ընդհանուր նախնի մոտ 500 միլիոն տարի առաջ։ Բոլոր կենդանիները, բոլոր բույսերը, բոլոր սունկերը, բոլոր բակտերիաները, բոլորը կիսում են ընդհանուր նախնի մոտ 3.8 միլիարդ տարի առաջ։ Մենք բոլորս ընտանիք ենք, բուկվալորեն։ Երբ դու ուտում ես սալատ, խնձոր, հավ, ձուկ, դու ուտում ես քո հեռու ազգականներին։ Դա անհարմար է լսել, բայց դա ճշմարտություն է։ Յուրաքանչյուր կենդանի բան երկրի վրա կապված է քեզ հետ։ Մենք բոլորս իջել ենք նույն առաջին բջջից։ Մենք բոլորս բաժանում ենք DNA-ն, կյանքի համընդհանուր կոդը։ Բույսը, որը դու ուտում ես, կիսում է քո հետ գենետիկ նյութի մոտ 50%։ Հավը կիսում է մոտ 60%, մկնիկը մոտ 85%, չիմպանզեն 98.8%։ Մենք բոլորս բաղկացած ենք նույն նյութից, աստղերի փոշուց։ Մենք բոլորս օգտագործում ենք նույն գենետիկ կոդը։ Մենք բոլորս մաս ենք կյանքի նույն ծառի։ Եվ դա նշանակում է, որ ամեն անգամ, երբ մենք ոչնչացնում ենք մի տեսակ, երբ մենք դարձնում ենք անտառը անապատ, երբ մենք աղտոտում ենք դա, երբ մենք աղտոտում ենք օվկիանոսները, մենք կտրում ենք կյանքի ծառի ճյուղերը։ Մենք կորցնում ենք մեր ազգականներին։ Եթե դու իսկապես հասկանաս, որ յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր թռչուն, յուրաքանչյուր ձուկ, բոլորն էլ կապված են քեզ հետ միլիարդավոր տարիների ընդհանուր պատմությամբ, կփոխվեր քո վերաբերմունքը բնության նկատմամբ։ Ամեն անգամ, երբ դու ներշնչում ես, դու վերցնում ես մթնոլորտից մոտ 10 սեքստիլիոն, 10 միլիարդ 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 մոլեկուլներ։ Եվ ամեն անգամ, երբ դու արտաշնչում ես, դու վերադարձնում ես մոտ նույն քանակությամբ մոլեկուլներ մթնոլորտ։ Այդ մոլեկուլները շարժվում են մթնոլորտում։ Քամիները տարածում են դրանք ամբողջ աշխարհով։ Մի քանի օրվա ընթացքում քո արտաշնչած մոլեկուլները կարող են լինել ցանկացած տեղ երկրի վրա։ Այսինքն, հաջորդ անգամ, երբ դու ներշնչում ես, մի քանի մոլեկուլներ, որոնք դու ներշնչում ես, կարող են ներշնչված լինեն մեկ այլ մարդու կողմից մի քանի օր առաջ։ Թերևս ինչ-որ մեկի Չինաստանում, թերևս Բրազիլիայում, թերևս քո հարևանի կողմից։ Մենք բոլորս կիսում ենք նույն մթնոլորտը, մենք բոլորս շնչում ենք նույն օդը։ Եվ ավելին, որոշ մոլեկուլներ, որոնք դու ներշնչում ես հիմա, կարող են ներշնչված լինել Սոկրատեսի, Ալեքսանդր Մակեդոնացու, Քրիստոս Հիսուսի, Լեոնարդո դա Վինչիի, Իսահակ Նյուտոնի, Ալբերտ Էյնշտեյնի կողմից։ Մոլեկուլները շրջում են։ Մենք բոլորս կիսում ենք նույն շնչառական օդը։ Ջուրը, որը դու խմում ես այսօր, ավելի հին է, քան մարդկությունը։ Երկրի վրա ջրի ամբողջ քանակությունը օվկիանոսներում, լճերում, գետերում, սառցասարերում, մթնոլորտում մնացել է նույնը միլիարդավոր տարիների ընթացքում։ Ջուրը շրջում է։ Այն գոլորշանում է օվկիանոսներից, կոնդենսանում է ամպերում, անձրևում է հողի վրա, հոսում է գետում է գետերով հետ օվկիանոս, եւ ցիկլը կրկնվում է։ Մեկ ջրի մոլեկուլը, որը դու խմում ես հիմա, կարող է եղել լինել դինոզավրի մարմնում 100 միլիոն տարի առաջ։ Հին Եգիպտոսի Նեղոսում 5000 տարի առաջ։ Այն ամպում, որը անձրևեց Նոյի ջրհեղեղի ժամանակ, եթե այն տեղի է ունեցել։ Հրաբուխի ներսում, Սառցադաշտում, Անտարկտիդայում, Կլեոպատրայի սեղանի վրա արքայական բաժակում։ Յուրաքանչյուր ջրի մոլեկուլ ունի անհավատալի պատմություն։ Եվ մենք բոլորս կիսում ենք նույն ջուրը։ Երբ դու խմում ես մի բաժակ ջուր, մտածիր, որ այդ ջուրը շրջել է երկրի վրա միլիարդավոր տարիներ, անցել է անթիվ կենդանիների, տեսել է մարդկության ողջ պատմությունը։ Ինչպիսին է զգացումը խմել պատմությունը։ Ահա թե ինչն է զարմանալի։ Մենք մտածում ենք մեր մարմինների մասին որպես անփոփոխ կայուն բաների, բայց իրականում մեր մարմինները անընդհատ փոխվում են։ Ամեն վայրկյան մոտ 25 միլիոն բջիջներ մահանում են քո մարմնում, եւ ամեն վայրկյան մոտ 25 միլիոն նոր բջիջներ ստեղծվում են, փոխարինելու դրանք։ Քո մաշկի բջիջները փոխարինվում են յուրաքանչյուր 2-ից 4 շաբաթվա ընթացքում։ Քո արյան կարմիր բջիջները ապրում են մոտ 4 ամիս։ Քո ստամոքսի լորձաթաղանթը փոխարինվում է յուրաքանչյուր 5 օրը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ քո մարմնի մեծ մասը ամբողջովին փոխարինվում է մոտ 7-ից մինչև 10 տարվա ընթացքում։ Քո ոսկորները, քո մկանները, քո օրգանները, գրեթե ամեն ինչ։ Միակ բացառությունը քո ուղեղի որոշ նեյրոններն են, որոնք կարող են ապրել քո ամբողջ կյանքի ընթացքում։ Այսպիսով, ֆիզիկական իմաստով դուն ով ես հիմա, ֆիզիկապես տարբեր ես այն դուից, ով էիր 10 տարի առաջ։ Քո ատոմները գրեթե բոլորովին փոխարինվել են։ Դու մշտական հոսք ես, մշտական փոխանակում, անընդհատ սնվում եւ վերականգնվում ես միջավայրից։ Յաս Լավլոքը, հայտնի բրիտանական գիտնական, առաջարկել է մի տեսություն, որը կոչվում է Գայա հիպոթեզ։ Այս տեսության համաձայն ողջ երկիրը մթնոլորտը, օվկիանոսները, հողը եւ բոլոր կենդանի էակները գործում է որպես մեկ մեծ ինքնակարգավորվող համակարգ։ Մտածիր դրա մասին։ Բույսերը արտադրում են թթվածին, կենդանիները շնչում են թթվածին եւ արտադրում են ածխաթթու գազ։ Բույսերն օգտագործում են ածխաթթու գազը։ Օվկիանոսները կարգավորում են կլիման, անտառները կարգավորում են անձրևը, բակտերիաները վերամշակում են մեռած նյութը։ Ամեն ինչ կապված է, ամեն ինչ ազդում է ամեն ինչի վրա, եւ մարդիկը մենք մաս ենք այս համակարգի։ Մենք ոչ թե դրանից դուրս ենք, ոչ թե վեր, մենք ներսում ենք։ Մենք կապված ենք այս ամբողջ կենդանի պլանետի հետ։ Երբ մենք վնասում ենք մթնոլորտը, մենք վնասում ենք մեզ։ Երբ մենք աղտոտում ենք օվկիանոսները, մենք թունավորում ենք մեզ։ Երբ մենք ոչնչացնում ենք անտառները, մենք կտրում ենք մեր սեփական թոքերը։ Մենք բոլորս մաս ենք երկրի կենդանի օրգանիզմի։ Եթե մտածես երկրի մասին որպես մեկ կենդանի օրգանիզմի եւ մարդկության մասին որպես այդ օրգանիզմի մի մասի, ինչպես է դա փոխում քո պատասխանատվության զգացումը բնության նկատմամբ։ Ամենից կարևոր հարցը, որը մարդիկ տալիս են, երբևէ եղել է. Ինչու։ Ինչու ենք մենք այստեղ։ Ո՞րն է կյանքի իմաստը։ Աստղերի փոշու գիտությունը չի տալիս պարզ պատասխան, բայց այն տալիս է հեռանկար։ Երբ մենք նայում ենք տիեզերքի պատմությանը, մեծ պայթյունից մինչև այսօր, մենք տեսնում ենք մի օրինաչափություն։ Սկզբում միայն էներգիա, հետո պարզագույն մաստիկներ, հետո ատոմներ, հետո աստղեր, հետո ավելի բարդ տարրեր, հետո մոլեկուլներ, հետո պլանետներ, հետո կյանք, հետո բարդ կյանք, հետո գիտակցություն։ Յուրաքանչյուր փուլում տիեզերքն ավելի բարդ է դառնում, ավելի կազմակերպված, ավելի հետաքրքիր։ Մենք կարող ենք տեսնել ընդհանուր միտում, դեպի բարդություն, դեպի կազմակերպվածություն, դեպի ինֆորմացիա։ Եվ գիտակցությունը, մարդկային գիտակցությունը, թերևս ամենաբարդ բանն է, որը տիեզերքը ստեղծել է մինչև այս պահը։ Կարլ Սագանը ասաց. մենք տիեզերքի միջոցն ենք, ճանաչելու ինքն իրեն։ Մտածիր, թե ինչ է դա նշանակում։ Տիեզերքը գոյություն ունեցել է 13.8 միլիարդ տարի, բայց մեծ մասի այդ ժամանակի ընթացքում այն ոչ ոք չէր դիտում։ Աստղերը ծնվում էին եւ մահանում էին, բայց չկար ոչ ոք, ով նայեր եւ զարմանար։ Բայց հետո մի փոքրիկ պլանետի վրա, մի փոքրիկ աստղի շուրջ, մի փոքր անկյունում, մեկ մեդիոկր գալակտիկայի տեղի ունեցավ ինչ-որ անսովոր։ Կյանքը զարգացավ։ Եվ կյանքը ստեղծեց գիտակցություն, եւ այդ գիտակցությունը սկսեց հարցնել. որտեղից ենք մենք եկել։ Ինչու ենք այստեղ։ Եվ առաջին անգամ տիեզերքի պատմության մեջ տիեզերքն ունեցավ ինչ-որ մեկին, ով կարող էր մտածել իր մասին, ուսումնասիրել իրեն, հասկանալ իրեն։ Մենք ենք այդ ինչ-որ մեկը։ Մենք ոչ թե դիտողներ ենք դրսից, մենք տիեզերքի մասն ենք, որը դարձել է գիտակցող։ Մենք ատոմներն ենք, որոնք սկսել են մտածել ինքն իրենց մասին։ Եթե այդպես նայենք, մեր նպատակը կարող է լինել պարզ, հասկանալ, սովորել, հայտնագործել, ստեղծել, զարգացնել գիտելիքը։ Մենք տիեզերքի աչքերն ենք, ականջները, մտքերը։ Եթե մտածես քո կյանքի մասին որպես տիեզերքի փորձի, հասկանալու ինքն իրեն, ինչպես է դա փոխում քո նպատակի զգացումը։ Ինչ է դա ասում քո գիտելիքներ ձեռք բերելու, ստեղծագործելու, սովորելու մասին։ Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը ասում է, որ էնտրոպիան, անկարգվածությունը, միշտ ավելանում է փակ համակարգում։ Բոլոր բաները հակված են քայքայվել դեպի խառնաշփոթություն։ Դու կարող ես տեսնել դա ամենուր։ Շենքերը քայքայվում են, եթե դու նրանց չպահես։ Մեքենաները փտում են, լեռները էրոզվում են, աստղերը վառվում են։ Ամեն ինչ շարժվում է դեպի անկարգվածություն։ Բայց կյանքը հակառակն է։ Կյանքը վերցնում է պարզ մոլեկուլներ եւ ստեղծում բարձում բարդ կառուցվածքներ։ Այն վերցնում է անկարգությունը եւ ստեղծում կարգ։ DNA-ն անհավատալի բարդ եւ կազմակերպված։ Բջիջը հրաշալի կազմակերպված նանոմեքենա։ Մարդու մարմինը ամենաբարդ կառուցվածքը, որը մենք գիտենք։
Ինչպես է դա հնարավոր։ Ինչպես կարող է կյանքը ստեղծել կարգ անկարգությունից։ Պատասխանը. կյանքը ոչ փակ համակարգ չէ։ Այն օգտագործում է էներգիա արտաքին աղբյուրներից, արևից, կառուցելու եւ պահելու իր կազմակերպվածությունը։ Բայց փաստն այն է, որ կյանքը կարող է դա անել, որ կյանքը կարող է ստեղծել աճող բարդություն, հրաշալի է։ Եվ գիտակցությունը դա բարդության հետագա փուլն է, մտածողությունը, ստեղծագործությունը, արվեստը, գիտությունը, տեխնոլոգիան։ Մենք տեխնիկապես կռվում ենք էնտրոպիայի դեմ։ Մենք ստեղծում ենք կարգ, մենք կառուցում ենք, մենք հնարում ենք, մենք ստեղծում ենք գեղեցկություն։ Եթե տիեզերքի ընդհանուր ուղղությունը դեպի բարդությունն ու կազմակերպվածությունն է, ապա մեր նպատակը կարող է լինել շարունակել այդ ուղղությունը, սովորել, հասկանալ, ստեղծել, կապել, սիրել։ Ամեն անգամ, երբ դու սովորում ես ինչ-որ նոր բան, դու ավելացնում ես տիեզերքի ինքնագիտակցությանը։ Ամեն անգամ, երբ դու ստեղծում ես ինչ-որ գեղեցիկ, արվեստի գործ, երաժշտություն, գիտական հայտնագործություն, դու ավելացնում ես տիեզերքի բարդությանը։ Ամեն անգամ, երբ դու կապվում ես ուրիշ մարդու հետ, ընկերություն, սեր, համագործակցություն, դու ստեղծում ես նոր կապեր, նոր հարաբերություններ։ Ամեն անգամ, երբ դու օգնում ես մեկին, դու աջակցում ես կյանքի եւ բարդության շարունակմանը։ Թերևս դա է մեր նպատակը, ոչ թե արտաքինից տրված հրահանգ, այլ բնական շարունակություն տիեզերքի էվոլյուցիայի։ Դեպի ավելի մեծ բարդություն, ավելի մեծ կապվածություն, ավելի մեծ հասկացողություն։ Եթե իմաստը գտնվում է սովորելում, ստեղծագործությունում, կապվածությունում, սիրում, ինչպես ես դու արդեն ապրում դա։ Եվ ինչպես կարող ես դու ավելի շատ ապրել դա։ Լավ է գիտենալ, որ մենք աստղերի փոշուց ենք։ Հետաքրքիր է հասկանալ գիտությունը, սիրուն է զգալ կապը տիեզերքի հետ, բայց ինչ անել այդ գիտելիքով, ինչպես ապրել այս գիտակցությամբ։ Եկեք խոսենք պրակտիկ կիրառումների մասին, ինչպես այս հասկացողությունը կարող է փոխել մեր օրական կյանքը։ Երբ դու հասկանում ես, որ յուրաքանչյուր շունչ, որը դու վերցնում ես, պարունակում է թթվածին, որը ստեղծվել է աստղերի միջուկներում, ամեն ինչ փոխվում է։ Յուրաքանչյուր շունչ դառնում է հրաշք։ Թթվածինը, որը դու ներշնչում ես հիմա, այդ մոլեկուլները ստեղծվել են մի աստղի ներսում, որը հավանաբար արդեն մահացել է։ Նրանք շրջել են տիեզերքում միլիոնավոր կամ միլիարդավոր տարիներ։ Նրանք անցել են անթիվ կենդանիների։ Եւ հիմա, հենց այս պահին, նրանք մտնում են քո թոքերը։ Անցնում են քո արյան մեջ, տեղափոխվում են քո բջիջները, եւ այնտեղ, քո միտոքոնդրիաներում, նրանք օգտագործվում են ստեղծելու էներգիա։ Էներգիա, որը պահում է քո սիրտը զարկելու, պահում է քո ուղեղը մտածելու, պահում է քեզ կենդանի։ Ամեն շունչ, նվեր, աստղերից։ Փորձիր սա։ Հաջորդ անգամ, երբ դու անհանգիստ ես կամ սթրեսի տակ, դադարեցու եւ վերցրու մի խոր շունչ։ Բայց հիմա, երբ դու ներշնչում ես, մտածիր դրա մասին։ Մտածիր, որ այդ թթվածինը պատմություն ունի, որը սկսվում է աստղերում։ Երախտագիտություն զգա այդ շնչի համար, այդ թթվածնի համար, այդ կյանքի համար։ Ամեն առավոտ, երբ դու արթնանում ես, վերցրու 3 խոր շունչ եւ յուրաքանչյուր շնչով մտածիր. Ես շնչում եմ աստղերի նյութը։ Ես կենդանի եմ այս հրաշալի տիեզերքում։ Մարդիկ հաճախ քննադատում են իրենց մարմինները, չափազանց թանկ, չափազանց նիհար, չափազանց բարձր, չափազանց ցածր, ավելորդ կշիռ, շատ ծեր, բայց երբ դու հասկանում ես, որ յուրաքանչյուր ատոմ քո մարմնում ստեղծվել է աստղերում, երբ դու գիտակցում ես, որ քո մարմինը բաղկացած է նույն նյութից, ինչ աստղերը, պլանետները, գալակտիկաները, ինչպես կարող ես չնվաղել այն։ Քո մարմինը հրաշք է։ 37 տրիլիոն բջիջներ, որոնք աշխատում են համընդհանուր ներդաշնակությամբ, միլիարդավոր նեյրոններ, որոնք ստեղծում են քո մտքերը, զգացմունքները, հիշողությունները, սիրտ, որը զարկում է 100,000 անգամ օրը առանց հանգստի, թոքեր, որոնք պրոցեսավորում են 20,000 շունչ օրը, եւ բոլորը կազմված են աստղերի փոշուց։ Քո մարմինը ոչ թե պարզապես մի անոթ է, որում դու ապրում ես, այն դու ես, այն տիեզերքի մի մասն է, որը դարձել է գիտակցող։ Հաջորդ անգամ, երբ դու նայում ես հայելուն, փոխարեն քննադատության, փորձիր զարմանք։ Նայիր քո աչքերին, բջիջներ, որոնք կարող են հավաքել լույսը եւ վերածել տեղեկատվության։ Շոշափիր քո մաշկը, բջիջներ, որոնք զգում են աշխարհը։ Ասա քեզ. ես հրաշք եմ, ես աստղերի փոշուց եմ եւ ես գեղեցիկ եմ։ Եվ դու հասկանում ես, որ յուրաքանչյուր կենդանի բան, յուրաքանչյուր բանջուր բույս, յուրաքանչյուր կենդանի, յուրաքանչյուր բակտերիա կազմված է նույն նյութից, ինչ դու, երբ դու գիտակցում ես, որ մենք բոլորս հարազատներ ենք, կիսում ենք ընդհանուր նախնիներ, ինչպես կարող ես տեսնել կյանքը այլ կերպ։
Ծառը, որը աճում է քո պատուհանի մոտ, այն քո ազգական է։ 500 միլիոն տարի առաջ քո եւ այդ ծառի նախնիները միևնույն օրգանիզմ էին։ Շունը, որը քայլում է փողոցում, կիսում է քեզ հետ 500 միլիոն տարիների ընդհանուր էվոլյուցիա։ Նույնիսկ մրջյունը, որը թռչում է քո սրահում, այն էլ է քո հեռու ազգական։ Նույն գենետիկ կոդը, նույն դույն DNA-ն, նույն աստղերի փոշին։ Սա չի նշանակում, որ դու չպետք է ուտես բույսեր կամ կենդանիներ, սա կյանքի ցիկլի մաս է, բայց դա նշանակում է, որ մենք կարող ենք հարգել այն կյանքը, որը մենք վերցնում ենք։ Երախտագիտություն զգալ այն կյանքի համար, որը սնուցում է մեզ։ Եվ դա նշանակում է, որ մենք կարող ենք ավելի հոգատար լինել բնության նկատմամբ։ Պաշտպանել տեսակները, պահպանել էկոհամակարգերը, հարգել մեր ընդհանուր տունը, երկիրը։ Ամեն անգամ, երբ դու ուտում ես, վերցրու մի վայրկյան երախտագիտություն զգալու սննդի համար։ Մտածիր նրա ճանապարհի մասին։ Արևը, որը տվեց էներգիա, հողը, որը տվեց սննդանյութեր, ջուրը, որը տվեց կյանք, երաշխատողները, ովքեր աճեցրին եւ տեղափոխեցին այն։ Եվ վերջապես, երախտագիտություն բույսի կամ կենդանու համար, որը հրաժարվեց իր կյանքից, որպիսի քեզ սնուցի։ Աստղերի փոշուս լինելը նաև նշանակում է հասկանալ ժամանակի բնույթը։ Անցյալը գոյություն չունի այլևս։ Այն տեղի է ունեցել, եւ այժմ այն միայն հիշողություններ է։ Ապագան դեռ գոյություն չունի։ Այն միայն ենթադրություններ եւ հույսեր է։ Միակ բանը, որ իսկապես գոյություն ունի, հիմա է, այս պահը։ Եվ այս պահում դու կենդանի ես։ Քո սիրտը զարկում է, քո թոքերը շնչում են, քո ուղեղը մտածում է, դու գիտակցում ես։ Այս պահը, այս գոյության ակնթարթը հրաշք է։ Մտածիր այն բոլոր պատահականությունների մասին, որոնք պետք էր տեղի ունենային, որպիսի դու գոյություն ունենաս։ Մեծ պայթյունը պետք էր տեղի ունենար։ Աստղերը պետք էր ձևավորվեին։ Այդ աստղերը պետք էր մահանային սուպերնովաներում։ Մեր արևը եւ երկիրը պետք էր ձևավորվեին։ Կյանքը պետք էր ի հայտ գար։ 3.8 միլիարդ տարիների էվոլյուցիա պետք էր տեղի ունենար։ Քո բոլոր նախնիները, միլիոնավորներ նրանցից, պետք էր գոյատևեին եւ վերարտադրվեին։ Եվ վերջապես, քո ծնողները պետք էր հանդիպեին, եւ հատուկ այդ սպերմատոզոիդը պետք էր միանար հատուկ այդ ձվաբջջին։ Հավանականությունները անհավատալի են, դու հավանականորեն անհավանական ես, եւ դու այստեղ ես, հիմա, կենդանի։ Մի վատնիր այս պահը անցյալի վշտալի լինելով կամ ապագայից վախենալով։ Եղիր այստեղ, հիմա։ Օրվա ընթացքում, երբ դու գտնում ես ինքդ քեզ անհանգստության կամ սթրեսի մեջ, դադարեցրու։ Ուշադրություն դարձրու քո զգացմունքներին հենց հիմա։ Զգա քո ոտքերը հատակի վրա։ Զգա քո շունչը։ Նայի շուրջդ։ Լսիր հմայքները։ Ասա քեզ. ես այստեղ եմ։ Ես հիմա եմ, եւ սա բավական է։ Մենք գիտենք, որ տիեզերքի ընդհանուր ուղղությունը դեպի աճող բարդությունն է, դեպի կազմակերպվածությունը, դեպի ինֆորմացիային, եւ մարդկությունը մենք մաս ենք այդ ուղղության։ Մենք ստեղծում ենք, մենք կառուցում ենք, մենք մտածում ենք, մենք սովորում ենք։ Եվ երբ մենք ստեղծում ենք, երբ մենք գրում ենք, նկարում, երաժշտություն ստեղծում, գյուտեր հորինում, խնդիրներ լուծում, մենք շարունակում ենք տիեզերքի աշխատանքը։ Դու ստեղծված չես միայն սպառելու համար, դու ստեղծված ես ստեղծելու համար։ Անկախ նրանից, թե ինչ է քո ստեղծագործությունը, արվեստ, գիտություն, ուսուցում, ծրագրավորում, պարենտինգ, այգեգործություն, երբ դու ստեղծում ես, դու մասնակցում ես տիեզերական process-ին։ Եվ երբ դու կիսում ես քո ստեղծագործությունը ուրիշների հետ, երբ դու սովորեցնում ես, մատանում, օգնում ես, դու ստեղծում ես կապեր։ Դու կառուցում ես հարաբերություններ, դու ավելացնում ես տիեզերքի ցանցին։ Ընտրիր մի բան, որը դու կսիրեիր ստեղծել։ Ինչ-որ բան, որ հետաքրքիր է քեզ համար։ Մի փոքր բան, բանաստեղծություն, նկար, այգու պլան, քո ընտանիքի պատմության հավաքածու, եւ ստեղծիր այն։ Հետո կիսիր այն ինչ-որ մեկի հետ։ Չվախենալ, որ այն կատարյալ չէ։ Կարևորը ստեղծագործական ակտն է, կիսելու ակտը։ Վերջապես, եթե մենք բոլորս կազմված ենք աստղերի փոշուց, եթե մենք բոլորս կապված ենք միմյանց հետ միլիարդավոր տարիների ընդհանուր պատմությամբ, ապա սերը դառնում է ավելի քան պարզապես հուզական կապ։ Երբ դու սիրում ես մեկին, ընկեր, ընտանիք, սիրելի, բարեկամ, դու ճանաչում ես, որ նրանք մաս են նույն տիեզերական ցանցի, որի մաս ես դու։ Նրանց ատոմները, ինչպես քոնքը, ստեղծվել են աստղերում։ Նրանց էներգիան, ինչպես քոնը, գալիս է արևից։ Նրանց գիտակցությունը, ինչպես քոնը, նչպես քոնը, տիեզերքի հրաշքն է։ Երբ դու նայում ես ուրիշ մարդու աչքերին, դու նայում ես տիեզերքին, նայելով հետ քեզ։ Այսպիսով սիրիր շատ, սիրիր ազատորեն,
Ցույց տուր մարդկանց, որ դու հոգում ես։ Ասա նրանց, որ նրանք կարևոր են։ Կիսիր քո ժամանակը, քո էներգիան, քո հոգատարությունը, որովհետև վերջում սերն է այն, ինչ տալիս է կյանքին իմաստ։ Սերն է այն, ինչ կապում է մեզ միմյանց հետ։ Սերն է այն, ինչ դարձնում է այս անհավատալի, սարսափելի, գեղեցիկ գոյությունը արժեքավոր։ Ո՞վ են այն մարդիկը քո կյանքում, ովքեր կարևոր են քեզ համար։ Երբ ես վերջին անգամ ասել նրանց, որ դու սիրում ես նրանց։ Ինչ կլիներ, եթե դու հիմա կպատմեիր նրանց։ Մենք սկսեցինք մեր ճանապարհորդությունը 13.8 միլիարդ տարի առաջ, մեծ պայթյունի ժամանակ։ Մենք տեսանք, թե ինչպես են առաջին ատոմները ձևավորվել, ինչպես են աստղերը ծնվել, ինչպես են նրանք ստեղծել ավելի ծանր տարրեր իրենց միջուկներում, ինչպես են նրանք մահացել սուպերնովաներում եւ ազատել իրենց նյութը տիեզերք։ Մենք տեսանք, թե ինչպես է այդ աստղերի փոշին հավաքվել եւ ձևավորել մեր արեգակային համակարգը, մեր երկիրը եւ վերջապես կյանքը։ Մենք տեսանք, թե ինչպես է կյանքը էվոլյուցիայի միջոցով դարձել բարդ, ինչպես է զարգացել գիտակցությունը, ինչպես ենք մենք, մարդիկը, դարձել տիեզերքի մասը, որը կարող է մտածել իր սեփական ծագման մասին։ Եվ հիմա, վերջում մեր ճանապարհորդության, եկեք նայենք դեպի ապագա։ Մի փաստ, որը մարդիկ հաճախ մոռանում են։ Էվոլյուցիան չի դադարել, այն շարունակվում է։ Homo sapiens-ը, մենք, հայտնվել ենք որպես տեսակ մոտավոր 300,000 տարի առաջ։ Բայց մենք չենք վերջնակետը, մենք միջանկյալ փուլ ենք։ Մեր սերունդները կշարունակեն էվոլյուցիոնանալ, թերևս դանդաղ, բայց շարունակաբար։ Մեր գեները կփոխվեն, մեր հարմարվելիությունները կզարգանան, բայց էվոլյուցիան հիմա տեղի է ունենում ոչ միայն կենսաբանական մակարդակում, այն տեղի է ունենում նաև մշակութային մակարդակում։ Մենք փոխանցում ենք գիտելիքները սերնդեսերունդ ոչ միայն մեր գեների, այլ մեր գրքերի, մեր արվեստի, մեր տեխնոլոգիայի միջոցով։ Յուրաքանչյուր սերունդ սովորում է նախորդ սերնդից եւ ավելացնում է իր սեփական ներդրումը։ Գիտելիքը կուտակվում է, տեխնոլոգիան առաջ խաղում է։ Մենք էվոլյուցիոնանում ենք ավելի արագ, քան երբևէ մեր պատմության մեջ։ Որտեղ ենք մենք գնում։ Ոչ ոք չգիտի հաստատ, բայց մենք կարող ենք երևակայել։ Տեխնոլոգիան շարունակում է զարգանալ գլանագլուխարագությամբ։ Արհեստական բանականություն, քվանտային համակարգիչներ, գենետիկ ինժեներություն, նանոտեխնոլոգիա։ Թերևս մենք կսովորենք ավելի լավ ընկալել եւ շտկել մեր սեփական կենսաբանությունը։ Թերևս մենք կկարողանանք բուժել հիվանդությունները, որոնք այսօր անբուժելի են։ Թերևս մենք կկարողանանք երկարացնել կյանքի տևողությունը։ Թերևս մենք կստեղծենք արհեստական բանականություններ, որոնք կլինեն նույնքան կամ ավելի խելացի, քան մենք ինքներս ենք։ Եվ այդ AI-ները կդառնան մեր գործընկերները, հասկանալու տիեզերքը եւ կառուցելու ապագան։ Թերևս մենք կսկսենք տեսակավորվել պլանետների միջև՝ Մարս, Լուսին, Տիտան, Եվրոպա։ Թերևս օր մի օր մեր սերունդները կապրեն այլ աստղերի մոտ, եւ ով գիտի, թերևս մենք կկապվենք այլ բանական կյանքի ձևերի հետ, եթե նրանք գոյություն ունեն, ուրիշ տեղերում տիեզերքում։ Հնարավորություններն անսահման են, բայց ապագան նաև լի է մարտահրավերներով։ Կլիմայական փոփոխությունը, ռեսուրսների սպառումը, աղքատություն եւ անհավասարություն, պատերազմ եւ բռնություն, համաճարակներ, գոյատևման էգզիստենցիալ ռիսկեր։ Մենք գտնվում ենք քրիտիկական ժամանակաշրջանում մարդկության պատմության մեջ։ Հաջորդ դարերում կորոշվի, թե արդյոք մենք կքանդենք մեզ, թե կսովորենք ապրել կայուն կերպով մեր պլանետի վրա եւ տարածվել այդ սահմաններից դուրս։ Մենք ունենք գործիքները, մենք ունենք գիտելիքները։ Հարցն այն է, ունենք արդյոք մենք իմաստությունը։ Եվ ո՞րն է քո դերը այս բոլոր մեջ։ Դու կարող ես մտածել, ես ինչ կարող եմ անել։ Ես միայն մեկ մարդ եմ 8 միլիարդից։ Բայց հիշիր, ամեն մեծ փոփոխություն սկսվում է անհատներից։ Գալիլեոն մեկ մարդ էր, Նյուտոնը, Էյնշտեյնը, Դարվինը, Քյուրին, Մանդելան, Գանդին, Քինգը։ Յուրաքանչյուրը սկսել է որպես անհատ, փոքր գաղափարով, մի տեսլականով, բայց նրանց գաղափարները տարածվել են։ Նրանց տեսլականները ոգեշնչել են ուրիշներին եւ աշխարհը փոխվել է։ Դու ունես ուժ։ Թերևս դու չես հայտնագործելու հետագա մեծ գիտական տեսությունը, թերևս դու չես դառնալու հայտնի ղեկավար, բայց դու կարող ես անել փոքր բաներ։ Դու կարող ես սիրել քո ընտանիքին, օգնել քո հարևանին, ուսուցանել մի երեխայի, ստեղծել գեղեցկություն, պաշտպանել բնությունը, տարածել բարությունը։ Եվ այդ փոքր բաները կուտակվում են։ Նրանք ստեղծում են ալիքներ, եւ այդ ալիքները տարածվում են։ Ինչ փոքր բան կարող ես դու անել այսօր, որը կդարձնի աշխարհը քիչ ավելի լավ, քիչ ավելի բարի, քիչ ավելի գեղեցիկ, քիչ ավելի հույսով լի։ Եկեք վերադառնանք այն բանին, որտեղ մենք սկսել ենք։ Դու աստղերի փոշուց ես։ Սա ոչ թե պոեզիա է, սա ֆիզիկա է, քիմիա, աստրոնոմիա, կենսաբանություն։
Քո մարմնի յուրաքանչյուր ատոմ բացառությամբ ջրածնի ստեղծվել է աստղի միջուկում։ Յուրաքանչյուր մոլեկուլ հավաքվել է այդ աստղերի փոշուց։ Յուրաքանչյուր բջիջ կազմակերպված է աստղերի նյութից։ Դու ոչ թե մեկուսացված անհատ ես մի օտար տիեզերքում։ Դու մաս ես տիեզերքից։ Դու տիեզերքի շարունակությունն ես։ Դու տիեզերքի ձևն ես, ճանաչելու ինքն իրեն։ Եվ դա նշանակում է, դու չես փոքր։ Դու կապված ես ամեն ինչի հետ։ Դու չես միայնակ։ Դու մաս ես տիեզերական ընտանիքի։ Դու չես անիմաստ։ Դու տիեզերքի էվոլյուցիայի մասն ես, դեպի ավելի մեծ բարդություն, ավելի մեծ գիտակցություն, ավելի մեծ սեր։ Կամ պահեր, երբ կյանքը դժվար է, երբ ամեն ինչ թվում է անիմաստ, երբ դու զգում ես կորած, միայնակ, վախեցած։ Այդ պահերին հիշիր, դու աստղերի փոշուց ես։ Դու կրում ես ամբողջ տիեզերքի պատմությունը քո մեջ։ Դու կապված ես ամեն ինչի հետ, որ երբևէ եղել է եւ երբևէ կլինի։ Դու հրաշք ես։ Եվ դու այստեղ ես, հենց հիմա, այս անհավատալի կյանքը ապրելու համար։ Այսպիսով, ապրիր լիարժեք, սիրիր խորապես, սովորիր ստիպող, ստեղծիր զարմանալիորեն, եղիր բարի, որովհետև դու ոչ միայն մարդ ես, դու տիեզերքն ես, որը դարձել է գիտակցող։ Դու աստղերի փոշուց ես, եւ դու գեղեցիկ ես։ Այս գիշեր գնա դուրս։ Գտիր մի տեղ, որտեղ դու կարող ես տեսնել աստղերը։ Հեռու քաղաքի լույսերից, եթե հնարավոր է։ Նայիր վեր, նայիր աստղերին։ Յուրաքանչյուր լույսի կետ, որը դու տեսնում ես մի հսկա միջուկային ռեակտոր է, գործարան, որտեղ ստեղծվում են տարրեր, աղբյուր, որտեղից եկել են քո ատոմները։ Այդ աստղերից շատերը արդեն մեռած են։ Նրանց լույսը ճանապարհորդել է տարիներ կամ հազարավոր տարիներ, որպեսզի հասնի քո աչքերին։ Դու տեսնում ես նրանց անցյալը։ Եվ այդ անցյալում, նրանց միջուկներում ստեղծվել են անատոմներ, որոնք հիմա կազմում են քեզ։ Նայիր ծիր ճանապարհին, մեր գալակտիկային։ 200-ից մինչև 400 միլիարդ աստղեր։ Եվ մեր գալակտիկան միայն մեկն է 2 տրիլիոն գալակտիկաներից դիտվող տիեզերքում։ Զգա դա։ Զարմացիր դրանով։ Եվ հետո հիշիր, այս ամենը, այս անհասկանալի, անհավատալի տիեզերքը առաջացրեց քեզ։ Քեզ, որ կարող ես նայել հետ եւ զարմանալ։ Դու ոչ թե դիտող ես, դու մասնակից ես, դու տիեզերքի գիտակցության մաս ես։ Եվ այդտեղ, գիշերային երկնքի ներքո, թույլ տուր քեզ զգալ այն։ Զգա կապը, զգա զարմանքը, զգա երախտագիտությունը, կյանքի համար, գիտակցության համար, այս անհավատալի ճանապարհորդության համար։ Դու աստղերի փոշուց ես, եւ դու տանը ես։